Ապրիլի 5-ին ազգային ժողովի նիստերի ավարտին Փակ ձևաչափով արտաքին գործերի փոխնախարար Շավարժ Քոչարյանը եւ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը պատգամավորներին ներկայացրեցին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրավիճակը։ Մինչ նիստի սկիզբը Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ ապրիլի 5-ի դրությամբ հրադադարի ռեժիմը սահմանված չէ։ Ոչ սահմանված չի, ռեժիմ սահմանված չի, կամ պայմանավորվածություններ հրադադար պահպանելու ճանապարհ պարբերաբար կրակում են։ Մի քանի ժամ տևած քննարկման ավարտին գործադիրի ներկայացուցիչները հեռացան առանց լրագրողների հարցերին պատասխանելու։ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց. Մենք նոր նիստի ընթացքում տեղեկացանք, որ համապատասխան կառույցներին հայտարարություն արել Ռուսաստանի Դաշնության նախագահն է խոսել երկու նախագահների հետ, Մինսկի խումբն հայտարարություն արել։ Դա նիստի ընթացքում ենք տեսել եւ ոտքի վրա սխալ է, ես հիմա մեկնաբանություն անեմ։ Մեր այն ինչ որ մենք ստացանք երկու գերատեսչություններից։ Խնդիր համար մեկ, որը մենք դրել ենք այս լսումների չասեմ, այս փակ քննարկման համար, ստանալ ինֆորմացիա, հնարավորինս մեծ ինֆորմացիա, որպեսզի կարողանալ արդյունավետ աշխատել տարբեր վեհաժողովներում, որովհետև խնդիր կա միջազգային մեր պարտներին ցույց տալու, ներկայացնել փաստեր, որ Ադրբեջանը ագրեսոր է, Ադրբեջանը ահաբեկչական երկիր է եւ Ադրբեջանը Թուրքիայի օժանդակությամբ անում է քայլեր, որոնք դեմ են ոչ միայն զինադադարին, այլ դեմ են միջազգային իրավունքին եւ մենք ստացանք որոշակի փաստեր, լուրջ փաստեր, նաեւ դիրեկտիվներ մեր համապատասխան կառույցներից, որպեսզի ավելի արդյունավետ աշխատենք։ Երկրորդը ինչ վերաբերում է պաշտպանության բանակին, եւս մեկ անգամ վերահաստատում եմ, մենք բավարարված ենք Դավիթ Տոնոյանի հաղորդմամբ եւ եւս մեկ անգամ վերահաստատում ենք, որ բոլոր քաղաքական ուժերը միասնական են, մեր հասարակությունը միասնական է եւ մեր զինված ուժերը իր վրա դրված պարտավորությունը բարձր մակարդակով կատարելու են։ Եվ բարձ չէ չհասկացանք հենակետ է գործված այս այնուամենայնիվ հայկական կողմն ունի թե ոչ։ Այսինքն նույն վիճակն է ինչ ապրիլի 1-ին սահմանների աղում։ Մենք նման հարց չենք քննարկել, տեսունցս։